Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքում Բամբակ տիկնանց միության կողքին ստեղծվել է Զանգակ տղամարդկանց միությունը։ Միտքը Բյուրավանի եւ հարակից համայնքների հոգեվոր հովիվ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանինն է։ Տղամարդկանց նորաստեղծ միությանն անդամագրվել են նաև հարակից գյուղերի Բարձրաշենի, Ջրաշենի, Նշավանի բնակիչները։ Պարտադիր պայման է ամուսնացած լինելը։ Տղամարդկանց միությունը պիտի հովանավորի մնացած բոլոր միությունների գործը։ Թե Կիրակնորիա դպրոցի, թե երիտասարդաց միության, թե տիկնանց միության, ուրեմն երբ որ համայնքը չի ունենում տղամարդկանց միություն, մի տեսակ շենք կտուրը չկա։ Չէ՞ որ դա եւս հոգեվոր խնամքի մի տեսակ է տղամարդկանց նկատմամբ։ Տղամարդը լավ է զգում տղամարդկանց միջավայրի մեջ։ Մինչ միության մեջ միավորվելը համայնքի բնակիչները ծառայում էին եկեղեցում օգնում Տեր հորը։ Այժմ ընդլայնվել է պատասխանատվության շրջանակը, շատացել գործը։ Տղամարդկանց նորաստեղծ Զանգակ միության անդամները պարբերաբար ժողովներ են հրավիրում, բաժանում գործը։ Կազմակերպում են ուխտագնացություններ, բարեկարգում եկեղեցիների տարածքները։ Խորը է տա, գանանային է տա, ուրեմն ավելորդ ճղերը, չորուկները հանում ենք, ծառը ձևավորում ենք։ Տեր Ղազարի հետ միշտ աջակցում ենք, օգնում ենք։ Կանայք էլ այդ ուխտագնացությունների ժամանակ հոգում են ուխտավորների համար կերակուր պատրաստելու հարցը։ Տղամարդիկ գալիս էին եկեղեցի պարատարայքի, բայց կարծեք թե իրենք կապնվելու մի անհրաժեշտություն կար եկեղեցու հետ, հավատքի հետ, դաշտում մնալու անհրաժեշտություն կար։ Մենք սովոր ենք, մեր գործերը տանում ենք, բայց կարծես թե այդպես էլի պետք է անել, անում ենք։ Բայց այստեղ զգում ենք, որ ամեն ինչ պետք է Աստծով անել, Քրիստոսով անել։ Իրար հետ ասենք համախմբված անում են, որ մի նպատակի հասնենք։ Համ էլ շփվում են իրար հետ։ Այդ շփումը մեզ հոգևոր շփումն էլ մեզ նշանակություն ունի։ Համ ասենք հոգևոր տեսակետից, համ գործի տեսակետից։ Նոր անդամների մուտքը միշտ է խրախուսվում, այս կերպ յուրօրինակ մտերմություն է ձևավորվում համայնքի ներսում, միմյանց հանդեպ հոգատարությունն ու հոգ սկսելը դառնում առօրյայի մի մաս։ Հիմա ասենք ավելի հաճախ եմ գալիս, ու ճիշտ է մեր գյուղում չի, մեր գյուղից հեռու է մոտ 10 կիլոմետր, բայց ամեն դեպքում հոգևորը ձգում արդեն։ Բոլորս իրար հետ մի բան կարող ենք անել։ Առանցին մարդը չի կարող ինչ-որ մի բան կազմակերպի։ Տարվա այս եղանակին Զանգակ տղամարդկանց միության անդամները լծված են չրանոցի պատրաստման գործին։ Բամբակ կանանց միության անդամների համար սա հիանալի վայր կլինի հետագայում միրգը չորացնելու համար։ Կանայք նույնիսկ հույս ունեն, որ ապագայում այն մեծ ձեռնարկության կվերածվի։ Չնայած տղամարդկանց եւ կանանց միություններն առանձին են հավաքվում, սակայն ամեն բան եկեղեցական իրենց համայնքի բարօրության համար են անում։ Կանայք հավաքված, համախմբված, սիրով, համերաշխությամբ, հասկանալով յուրաքանչյուրը իր գործի առաքելությունը, միասնաբար գործը կատարում ենք։ Բոլորը կարող են մտնել այդ միության մեջ, եթե ունեն սեր, նվիրում, հավատք։ Տեր հայրը մյուս գյուղերում ինքը ծառայում, այնտեղի կանայք էլ էլի գալիս են, մասնակցում են, ընդհանուր մեծ խումբ ա լինում եւ հզոր ուժ ա լինում, ամենքս մեր գործն ենք անում։ Մերի Հովսեփյան, Վարդգես Մանուկյան, եկեղեցական կյանք։